Լարիսա Գաբրիելյանը բնակվում է Վանաձորում, ամեն օր Վանաձորից գալիս է մարգահովիտ աշխատանքի, ասում է, որ իրենից բացի մարգահովիտի տնկարանում աշխատում են ևս 10 վանաձորցիներ և հարևան գյուղերի բնակիչներ։ Տնկանյութ են աճեցնում, որն օգտագործվում է անտառատնկման համար։ Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացումը անտառվերականգնման անտառտնկման միջոցով ծրագրի շրջանակներում Լոռու մարզում արդեն տնկվել է 630 հեկտար նոր անտառ։ Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության կողմից գերմանական KfW զարգացման բանկի միջոցով և իրականացվել է բնության համաշխարհային հիմնադրամի, Հայաստանյան գրասենյակի, Հայ անտառի և ATP բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագրի ընթացքում Լոռու մարզի համայնքների 400 բնակիչ ապահովել է ժամանակավոր աշխատանքով։ Նրանք մասնակցել են տնկանյութի աճեցման, ծառատնկման և ցանկապատման աշխատանքներին։ Ամեն օր առավոտ գալիս ենք, իրիկունը գնում ենք խմբակային։ Մեր ժամանակին ամեն ինչով նորմալ տանում բերում են, ապահովենք։ Ուրախանում ես հատկապես, որ նորմալ աճա տալիս, լավալն է, որ կպչում է, ինչքան ես ուրախանում, ասում ենք, ես էլ մեր աշխատանքն է։ Բնակիչների համար կազմակերպվել են նաև դասընթացներ կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացման վերաբերյալ։ Տարածքները, որտեղ անտառապատում է իրականացվել, երկարատև գյուղատնտեսական օգտագործման արդյունքում հիմնականում ենթարկված են եղել էրոզիայի։ Անտառապատված տարածքների 230 հեկտարը պատկանում է Հայ անտառին, իսկ 400 հեկտարը համայնքային հողեր են։ Ընդհանուր առմամբ տնկվել է 1,5 միլիոն տնկի, ընտրվել են տարբեր ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, հացենի, թխկի։ Մենք բավականին գոհ ենք արդյունքներից, մոտ նայած տարած մոտ 60-ից մինչև 90% կպչողականություն կա։ Հույսով ենք, որ անտառը կաճի։ Հայաստանում նման ծրագիր չի եղել, որ միջազգային կազմակերպությունը նման քանակի, նման ծավալների, այսինքն աջակցություն ցուցաբերի։ Կարևորը նաև, որ առարկայական ծրագիր է, այսինքն ոչ թե ծրագրեր են գրում կամ թղթեր են ստեղծում, որը մնում է ինչ-որ սեղանի վրա, այլ առարկայական տեսնում ենք, որ տնկած անտառ կա, աճում է։ Ծրագրի պատասխանատուները կարևորում են նաև անտառապատ տարածքների խնամքը, հակառակ դեպքում կատարված աշխատանքները ինքնանպատակ կլինեն։ Խնամքը ենթադրում է քախան, հիմնականում քախան և այն ծառերը, որոնք որ չեն աճել, համալրում, այսինքն վերատնկում։ Մոտավորապես 2-3 տարի պետք է համալրում և արվի և մաքրում արվի։ Հայ անտառի հետ համատեղ այդ հարցերը մենք կորոշենք, որ ծառատեսակները ավելի լավ կպչողականություն կունենան այստեղ, հետագայում դենց կշարունակենք։ Մենակ անտառ տնկելը դա ինքնանպատակ չի, անտառը պետք է խնամվի, այսինքն այդ տնկարկը պետք է խնամվի։ Որոշ գումարներ կհատկացնենք երկու կազմակերպություններին, որ 1-1.5 տարի իրանք խնամքը դեռ շարունակեն։ Նպատակ ունենք իրականացնենք երկրորդ փուլը ծրագրի, ու սպասում ենք համապատասխան դոնորի, ոնց որ ասում են, կանաչ լույսի։ Այդ դեպքում Լոռու մարզում անտառատնկված տարածքների խնամքը կշարունակվի, իսկ Հայաստանի հարավային անտառներում անտառվերականգնման ծրագիր կիրականացվի։ Գոհար Ոսկանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։